Դիաբետոնը շաքարի հիմար է, մեթֆորմինն էլ գլխապտույտ է։ Արմեդ համակարգը խափանումներով է աշխատում։ Տասնյակ թոշակառուներ շաբաթներով չեն կարողանում ստանալ իրենց կենսական նշանակության դեղերը։ 84-ամյա տղամարդը շաքարային դիաբետ ունի, ասում է, նախկինում ընտանեկան բժիշկը առանց բարդությունների տրամադրում էր հասանելիք դեղորայքը։ Հիմա նոր կանոններ են։ Դեղ ստանալու համար նախ պետք է գրանցվել Արմեդ համակարգում։ Ես 84 տարեկան եմ, մեծ մարդ չեմ, չել Պետք է տենամ, աշկս տենա, դարս աշխատել, չեմ կարվել։ Ինտերնետ, սմարթֆոն, էլեկտրոնային գրանցում, այն, ինչ երիտասարդների համար մի քանի րոպեի գործ է, 80-անց մարդու համար փակ լաբիրինթոս է, թորների օգնությանն է դիմում, բայց նույնիսկ նրանց համար է խնդիրը չափազանց բարդ։ 12-ից 30, համոզված եք, այո, ընտրում եմ կրկին փորձել։ Գործողությունն ընդհատվեց ցանցային խնդրի պատճառով։ Այս հաղորդագրությունը շաբաթներ շարունակ նույնն է մնում էկրանին։ Արմեդի խնդիրների մասին խոսվում էր դեռ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման ժամանակ։ Մասնագետները զգուշացնում էին, համակարգը տեխնիկապես պատրաստ չէ։ Երբ որ բազմաթիվ այսպես բաներ բերվեց, արգումենտներ, որ Արմեդը չի աշխատում, իրենք հայտարարեցին, որ մենք արդեն ներդրումներ ենք արել եւ այլն, եւ մեր տեխնիկական հնարավորությունները լայնացրել ենք, բայց ապահովագրության ներդրմամբ արդեն այս երկրորդ ամիսն է մենք հասկանում ենք, որ Արմեդը ունի լուրջ խնդիրներ։ Արմեդից բողոքողներին տեղից տեղ են ուղղորդում, խնդիրը թողնելով չլուծված։ Մարդիկ չեն կարողանում գրանցվել, չեն կարողանում ապահովագրությունը իրենց տեսնել, զանգում են Արմեդին, Արմեդն ասում է գնացեք զանգեք ապահովագրական հիմնադրամ ասում է զանգեք հարկայինը ասում է մենք դրա հետ կապ չունենք։ Արմեդում դեռ ճշտում են, որն է խնդիրը, իսկ մինչ այդ տարեցները ստիպված գումարով են գնում դեղերը, մինչև համակարգը կարգավորվի, եթե կարգավորվի։ Աղապայը ես շարեմ։ Իրեն տեսողություն են ինքան լավ չարեմ։ Կուրան լեցներ։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։